Պարոն Չարապյան, այսօր Կոտայքում առաջին գրասենյակն է բացվում։ Էլի ինչպես Վանաձորում, այս անգամ նպատակը որն է, քանի որ նաև նշեցին, որ իշխանությունների կողմից երբեմն խոչընդոտներ են լինում գրասենյակների բացելու հարցում, դա ինչի հետ կկապեք կամ ինչպես են խոչընդոտում, ինչպես Բարձր նախ նպատակը, ինչպես է Վանաձորում եւ այսօր Հրազդանում, նույնն է, հայակվեն տարածվում է Հայաստանում, նպատակ ունենալով հասնել մեր բոլոր քաղաքացիներին, անկախ նրանից, թե որ համայնքում են նրանք բնակվում, եւ սա իսկապես Կոտայքի մարզում մեր առաջի գրասենյակն է, որը մեր տեսանկյունից լուրջ բացթողում է, որովհետեւ Կոտայքի մարզը մեր ամենահոցաբնակ, մեծ բնակչության մարզն է, քաղաքային մեծ բնակչությամբ ուրբանիզացված, Երևանն էլ մոտիկ է գտնվում, բայց տարբեր գործոնների համակցությամբ ստացվել է այնպես, որ ուրիշ մարզերում, օրինակ Շիրակում կամ Լոռիում կամ Արմավիրի մարզում մենք ավելի արագ ենք կարողացել մեր ներկայությունը ստեղծել, այստեղ որոշակիորեն ժամանակ է պահանջվել, բայց շատ պարզ պատճառով, որովհետև մենք գրասենյակ ենք բացում ցանկացած համայնքում, միայն այն դեպքում, երբ որ վստահելի թիմ կա այդ համայնքում, որը պատրաստ է մեր գաղափարախոսությունը, մեր գաղափարները, մեր աշխատանքային փորձը եւ նկարագիրը կիսելով համապատասխան գրասենյակ ոչ միայն բացել, այլև շունչ տալ, կենթանություն տալ, դարձնել այդ գրասենյակը տվյալ համայնքի համար ամենասիրված կենտրոններից մեկը հանրային եւ դա է նպատակ, այլապես այդ գրասենյակ բացելը կդառնա ինքնանպատակ։ Մենք հիմա կարող ենք ուրախությամբ նշել, որ ամեն հավանականությամբ եւ իհարկե ակնկալիքները մեծ են, մենք այդպիսի թիմ արդեն Հրազդանում ունենք եւ այո, իրացից մեծ սպասելիքներ ունենք, որոնք կարողանան Հրազդանի կյանքում նոր շունչ, նոր թարմություն, նոր աշխատավոճ մտցնեն, հա, եւ դրա համար գրասենյակը հիմա ենք բացում։ Իհարկե հասկանալ է, որ ընտրությունների շատ ժամանակ չի մնացել, բայց բնականաբար մեր մտածելակերպը եւ մեր ժամանակային հորիզոնը բնավ 2 ամսով չի սահմանափակվում, այն ինչ որ մենք անում ենք տարիների եւ տասնամյակների համար, ուստի Հրազդանի գրասենյակը, որ այսօր բացվում է, հուսով ենք, որ այդ տարիներ եւ տասնամյակներ կդառնա Հրազդանի ամենասիրված վայրերից մեկը։ Քանի որ տարբեր մարզերում արդեն կան գրասենյակներ, ինչպես են օրինակ դրանք աշխատում, քաղաքացիների հետաքրքրվածությունը գրասենյակների նկատմամբ կամ նույն հայակվեի նկատմամբ ինչպես է։ Տեսեք, գրասենյակների աշխատանքը չի կարելի ասել, որ բոլորը նույնն է, որովհետեւ գրասենյակների ղեկավարները եւ թիմերը, որոնք գրասենյակները ղեկավարում են, նա մի քիչ իրարից տարբերվում են։ Մարդիկ կան, որոնք ավելի մշակութային, այսպես ասած, բան ունեն, հա, կենտրոնացում ունեն։ Մարդիկ կան, որ ավելի քաղաքական, մարդիկ կան ավելի բարեգործական, մարդիկ կան ավելի կրթական։ Եվ պետք է հաշվի առնել, որ քանի որ հայակվեն քաղաքացիական միավորումը, իր ներսում բոլոր այդ ուղղություններն էլ կան։ Եվ կրթական, եւ մշակութային, եւ բարեգործական, եւ հայրենաճանաչողության, եւ քաղաքական, բոլորը կան։ Դա համար տարբեր գրասենյակների աշխատանքը փոքրինչ իրարից տարբերվում է, իրանք համահարթեցված չեն։ Գրասենյակներ կան, որ մեր տեսանկյունից շատ արդյունավետ են աշխատում եւ շատ մեծ աշխուժություն են ստեղծել եւ անդամությունն է արագ աճում։ Գրասենյակներ կան, որ պակաս արդյունավետ են աշխատում, չեմ նշեմ որը ոնց, բայց նաեւ կա այդ տարբերությունները մենք տեսնում ենք, բնականաբար պետք է աշխատենք այնպես, որ այն գրասենյակները, որոնք հաջողությամբ են աշխատում, իրանք բազմանան, կիսվեն, կողքի համայնքը մտնեն եւ այլն, այն գրասենյակները, որոնք պակաս արդյունավետ են աշխատում, պետք է օգնենք իրանց բարձրացնենք վերև։ Սողոմոնյան հերթական անգամ հայակվեն բացում է անում գրասենյակի։ Մի փոքր կներկայացնեք այսօր Հրազդանում ինչ նպատակ ունի գրասենյակի բացումը, քանի որ նախորդը Վանաձորում էր բացվել։ Այո։ Հայակվե ազգային քաղաքացիական միավորումը աշխատում է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում եւ Երևանի վարչական շրջաններում եւ մարզերում տարբեր բնակավայրերում մենք բացել ենք մեր գրասենյակները, որտեղի այն գաղափարները, որ մենք ունենք, այն արժեքները, որ մենք ունենք եւ կիսում ենք մեր հայրենակիցների հետ, հանրապետությունով մեկ ամբողջ, կարողանանք մեր այդ կիսելու աշխատանքները, արժեքների եւ գաղափարների կիսելու աշխատանքները կազմակերպված ձևով հավուր պատշաճի իրականացնել։ Մենք իրականացնում ենք որպես ազգային քաղաքացիական միավորում տարբեր կրթական ծրագրեր։ Իրականացնում ենք մարդկանց հետ հանդիպումներ, քննարկումներ, տեղային հարցերի վերաբերյալ, տեղերում ինչ խնդիրներ են մարդկանց անհանգստացնում, տանջում, իրենք ինչպես են այդ լուծումները տեսնում, կամ գուցե ասենք իրենք լուծում չեն տեսնում, մենք ենք
փորձում դրա լուծումները գտնել, ինչպես նաև մարդկանց խոսքը լսել, մարդկանց ում հետ որ մենք շփվելու YouTube-ի միջոցով, Facebook-ի միջոցով, այլ ձևով կամ Երևանյան գրասենյակների միջոցով շփվելու հնարավորություն չենք ունենում, սա մարդկանց հետ նաև այդպիսի շփվելու հնարավորություն է ընդհանուր առմամբ, հա, որպես հայաքվե ազգային քաղաքացիական միավորման երկարաժամկետ ծրագիր։ Իսկ մեր երկարաժամկետ ծրագրերը ծառայում են մեր երկարաժամկետ նպատակներին։ Հա, այդ նպատակներից կարևորագույնը ուժեղ, ամուր, կենսունակ պետություն ստեղծելն է, անվտանգ զարգացած պետություն ստեղծելն։ Բնականաբար մենք մեր մի մասը, այսպես ասենք, հա, հայաքվե ազգային քաղաքացիական միավորման շրջանակներում նաև մարդկանց ընկերների, գործընկերների մի մասը որոշում ունի մասնակցելու նաև ընտրություններին, առաջիկա ընտրություններին մասնակցելու։ Հա, այդ իմաստով կարող է մարդկանց մոտ շփոթ առաջանալ, որ մենք շտաբեր ենք բացում, ոչ, մենք շտաբեր չենք բացում, մենք գրասենյակներ ենք բացում, մեր գրասենյակներում մեր երկարաժամկետ ծրագրերն են լինելու։ Իսկ ընտրությունները իրենք կարճաժամկետ են եւ հունիսի 7-ից հետո մենք եւս շարունակելու ենք մեր գործունեությունը։ Սա շատ կարեւոր հանգամանք է, թեև նորից եմ ասում, հաշվի առնելով, որ մենք ունենք այդ որոշումը մասնակցելու, բայց այդուհանդերձ մեր գրասենյակները բացում ենք շատ ավելի երկարաժամկետ նպատակով։ Պարոն Սողոմոնյան, քանի որ սա արդեն բազմաթիվ գրասենյակներից մեկն է հայաքվեի, ուզում ենք հասկանալ նրանք արդեն բացված գործող գրասենյակները։ Ինչ հաջողություններ են գրանցել, ինչպիսին են հաջողությունները, այսպես ասած, գրասենյակների։ Առաջինը, որ մենք ճանաչելի ենք դառնում տվյալ տեղամասում։ Երկրորդը, որ մենք մեր հարգանքն ենք նաև դրսևորում ըստ մեր հնարավորությունների։ Մարդկանց նկատմամբ, ովքեր որ մեր գաղափարներով հետաքրքրված ուզում են գալ եւ ծանոթանալ, մեզ հետ հասկանալ իրենց ներդրում ունենալու հանգամանքները եւ այդ առումով մեր տարբեր գրասենյակներում մենք ձևավորել ենք խմբեր, համախոհների խմբեր, տարեցների ակումբներ ենք ձևավորել, որտեղ մեծահասակների ոնց որ քրթական ծրագրեր ենք իրականացնում։ Հիմա իհարկե այս ընթացքում, քանի որ մեր մի մասը որոշում ունի մասնակցելու ընտրության, բոլոր այն ծրագրերը, որոնց մեջ կա այդպես հանրային բարեգործական ասած, այն բաղադրիչը, որի մասին որ փետրվարի 27-ին հայտարարվեց, այդ կարգի ծրագրերը առայժմ ժամանակավորապես կասեցված են, դադարեցված են, որպեսզի բաներ չառաջանան, օրենսդրության հետ կապված խնդիրներ չառաջանան։ Բայց մեր հաջողության համար այո կարող եմ ասել, որ օրինակ ասենք հենց այդ նույն տարեցների ակումբներ, երիտասարդական ակումբներ տարբեր մեր գրասենյակներում կան եւ բավական աշխույժ, եթե դուք գնաք մեր տարբեր գրասենյակներ, այնտեղ կտեսնեք բավական աշխույժ, այդպես ակտիվ մասնակցություն, հետաքրքրվածություն, մարդիկ իրենց շատ հուզող հարցերի պատասխաններ ստանալու համար գալիս են, միջոցառումներ են անցկացվում, որոնք լինում են բավական բազմամարդ։ Այդ գրասենյակների օգնությամբ մի քանի օրինակ ասենք կարևոր համայնքային նշանակության խնդիրներ ենք բարձրացրել, դրանցից որոշներին նաև արդեն լուծումներ են տրվել, նաև ներսից մեր գեներացրած ուրեմն ճնշումների միջոցով այդ խնդիրներին նաև որոշակի արդեն լուծումներ են։ Ինչով եք կարևորում այսօր գրասենյակի բացումը եւ այցի մասին մի փոքր խոսեք, ինչ ազդեցություն ձեզ կունենա այսօր այցը եւ հատկապես գրասենյակի բացումը Կոտայքում Հրազդան։ Ուրախ եմ շատ այսօր այցի համար, մենք Արմավիրի գրասենյակից ենք այցելել այստեղ երեխաների, պատանի երիտասարդների հետ միասին։ Նախ այցը այնքանով մեզ հնարավորություն տալիս համայնքներում, տարբեր մարզերում մեր հայաքվե քաղաքացիական միավորման գրասենյակները տարբեր քաղաքներին բացելիս մենք այցելում ենք եւ մաղթանքի խոսք ենք հաղորդում գրասենյակների բացումը նախ մեզ տալիս է որ համայնքներում մեր կատարվող ծրագրերի մասին իրազեկում տանք, նաեւ մեր գաղափարակից ընկերներին համախմբելու միասնությամբ մեր ծրագրերը իրագործելու համար։ Այսօր այցելել ենք Կոտայքի մարզ քաղաք Հրազդան,
բացում ենք նոր գրասենյակ, մենք բոլորս ուրախ ենք եւս մեկ գրասենյակով Հայաստանի Հանրապետությունում ունեցանք Հրազդան քաղաքում։ Գրասենյակի գործունեությունը մեր այսօրվա կյանքում մեծ դեր է խաղալու, որովհետև մեր ծրագրերը ամենաշատ ընդգրկված են ծրագրերի մեջ գաղափարների, հայրենասիրության, ազգային պահպանության, նաև մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ, որից մեկն էր մինչև մարտի 30-ը մեր կենսաթոշակային բարելավման բարձրացման նպատակով հասկացված հանրագիրը, որը որ ակտիվ մասնակցել են բացված գրասենյակում անդամների միջոցներով, հենց որ այսօրվա օրը բոլորիս մաղթում ենք տոկուն քաջ ջիղ, որ այսուհետև քաղաք Հրազդանում մեր գրասենյակը գործի լիարժեք ու ամբողջ սավառով։ Իսկ Կոտայքի մարզում սա առաջի գրասենյակն է, թե էլի կան գրասենյակներ։ Կոտայքի մարզում առաջի գրասենյակն է։ Գիտեք, գրասենյակներից որ խոսում ենք այսօր իշխանությունները միշտ ասում ենք, չէ։ Օրինակ Արմավիրում երկու գրասենյակ բացեցինք, նախ գրասենյակի որ ունեն գրասենյակներ, որ հատկացվում են, ճնշումներ են գործադրվում այդ տարածքների պատկանող մարդկանց վրա, ոչ տրամադրել։ Մեծ դժվարությամբ ենք գրասենյակներ հարցակալում, որտեղ այսօր իշխանությունները խոչընդոտում են դրան, որտեղ գիտեք, մեր այս գրասենյակը անուն Հայաստանի, անուն Հանրապետության զարգացման, կրթության, մշակույթի պահպանման կրողն է։ Իսկ ինչպես են խոչընդոտում, ինչ-որ հայտարարություններով կամ չգիտեմ։ Գրասենյակների տերերին կանչում, ահաբեկում, վախցնում, ամեն մի միջոց գտնում են դրա վերաբերյալ։ Շինությունը մի թեթև խնդիր ունեն, նա պատուան աչա բացած, նա ծախը բացած, չի թույլատրվում, բայց մինչև այդ դա գործում է։ Խնդիր չէ առաջանում։ Հենց տրամադրում են հայակղեին, արդեն բացվում է այդ էջերը, որ դուռը ստեղից չպետք է լիներ, պատուանը այս կողմից չպետք է լիներ, պատուանի չափը չի համապատասխանում, թղթի մեջ սեսնա տառա գրած։ Մեծ ջանքերով ենք ձեռք բերում գրասենյակները, վարձակալության հիմունքներով։ Հենց որ այսօր շնորհավորում ենք եւս մեկ գրասենյակի բացման կապակցությամբ։